Բարև ձեզ։ Արդեն երկրորդ օրն է Հայաստանի հանրային տարբեր շրջանակներ փորձում են հնարավորինս ճշգրիտ ստանալ հարցի պատասխանը, թե ինչն է Նիկոլ Փաշինյանին մղում այն գործողություններին, որ նա սկսեց իրականացնել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի դեմ։ Առհասարակ, հետընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ անցնում է Ռոբերտ Քոչարյանին և տպավորություն է, որ Ծառուկյանի դեմ գրոհից բավարար քաղաքական էֆեկտ չստանալով նա փորձում է այդ բացը լրացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողություններով։ Համենայն դեպս կասկածից վեր է, որ այդ գործողությունները պայմանավորված են քաղաքական բավականին բազմաշերտ շարժառիթներով և պարզապես կամայական մոտեցում չեն։ Նիկոլ Փաշինյանն իհարկե հայտարարում է, թե ունի լեգիտիմություն այդ քայլերն իրականացնելու համար, բայց նա կարծես թե ամենից լավ գիտե, որ խորհրդարանի ընտրությունից հետո իր լեգիտիմությունը ոչ միայն չի ամրացել, այլ նաև հակառակը, թերևս կտրվել է դրա վերջին թելը՝ ընտրական լեգիտիմությունը։ Նիկոլ Փաշինյանը առնվազն պարտվել է ինքն իրեն, եթե 2021-ին նա ուներ 50%-ից ավելի ձայն և ուներ սահմանադրական մեծամասնություն, ապա 2026-ին նա կորցրել է այդ ձայները, կարողացել է հավաքել ընդամենը 49% ձայն, չնայած իր ամբողջ նախընտրական ագրեսիային, և նաև կորցրել է սահմանադրական մեծամասնությունը, ի դեպ այն սահմանադրական մեծամասնությունը, որպիսին չստանալու դեպքում նա հասարակությանը վախեցնում կամ շանտաժում էր սեպտեմբերին սպասվող պատերազմով։ Եվ հիմա այդ սեպտեմբերից ընդամենը օրեր առաջ, չունենալով սահմանադրական մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանն ինքն է դե ֆակտո հրահրում պատերազմ, այդ բառի պայմանական պատկերավոր իմաստով, բայց ըստ էության պատերազմ, պարզապես ներքաղաքական պատերազմ։ Իհարկե շատ բան է կախված, թե ինչպես կարձագանքի ընդդիմությունը, կառաջնորդվի պրագմատիկ սառը հաշվարկով, թե էմոցիոնալ մղումներով։ Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը հրահրում է այդ ներքաղաքական ըստ էության բախումը կամ, այսպես ասած, պատերազմական մթնոլորտը և իրավիճակը, բավականին նկատելի է։ Եվ իհարկե այստեղ է հարց առաջանում, արդյոք դա այն գինն է, որի պայմանով է Ադրբեջանը համաձայն չլարել իրավիճակը, օրինակ սեպտեմբերին։ Եվ այստեղ հատկանշական է նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս ամենին զուգահեռ է բավականին ընդգծված բացում նաև Տիգրանաշենի թեման, իր հայտնի հայտարարություններով, որոնք կարծես թե ոչ թե Հայաստանի կառավարության, այլ Ադրբեջանի կառավարության պաշտոնյայի հայտարարություններ լինեն։ Նիկոլ Փաշինյանն առհասարակ Հայաստանի կառավարության գործունեության հնգամյա ծրագրի խորհրդարանական ներկայացումը վերածեց կարծես թե Ադրբեջանի մոտեցումներին և դիրքորոշումներին ռևերանսի երեկոյի։ Իհարկե, Փաշինյանը վերջին տարիներին այլ բանով կարծես թե աչքի չի էլ ընկել, բայց համենայն դեպս նա կարող էր կառավարության ծրագրի ներկայացումը պահել գոնե հայկական պետականության ֆորմալության շրջանակում, բայց կրկնեմ, նա այդ ծրագրի ներկայացման խորհրդարանական միջոցառումը վերածեց գրեթե բացահայտ ռևերանսի ադրբեջանական մոտեցումների, Ադրբեջանի պատկերացումների նկատմամբ։ Արդյոք, կրկնեմ, սա այն ծանր գինն է, որով Նիկոլ Փաշինյանը կամ պայմանն է, որով նա փորձում է կառավարել սեպտեմբերին սպասվող ռիսկերը։ Այդ ռիսկերն իհարկե եթե կան, եթե խոսքը ընդամենը նախընտրական բանալ շանտաժի մասին չէր և իրապես կան որոշակի վտանգներ, որ կարող է իրավիճակը գնալ լարման, ապա դրանք իհարկե գալիս են ոչ թե Ադրբեջանից, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրից, կամ հնարավոր է, որ գան այդտեղից։ Պարզապես, ինչպես առիթ եմ ունեցել նշելու բազմիցս, Ադրբեջանն այստեղ կարող է լինել գործիքը, ինչպես եղել է միշտ։ Իսկ Բաքուն միշտ պատրաստ է օգտագործվել որպես գործիք, եթե անգամ դժկամությամբ, բայց այլ ելք չունենալու պարագայում, որովհետև ակնկալում է այդ պարագայում ստանալ իր դիվիդենդները, բնականաբար Հայաստանի հաշվին։ Իսկ արտաքին միջավայրում տեղի են ունենում իսկապես հետաքրքիր փոփոխություններ, որոնք նաև նկատեմ կարծես թե որոշակի ուրվագծային մակարդակի արտացոլում ստացել են արդեն իսկ Հայաստանում։
Օրինակ, ես անդրադարձել եմ անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության թեմային։ Փոփոխություն, որը կարծես թե նախօրոք ոչ միայն ազդարարված չէր որևէ կերպ, այլ դրա վերաբերյալ անգամ արտահոսքեր չկային։ Մամուլն այդ փոփոխության մասին տեղեկացրել է ընդամենը դրա պաշտոնական ազդարարումից 2 ժամ առաջ։ Հայաստանի դեպքում սա բացառիկ է, որովհետև անգամ վարչության որևէ պետի փոփոխություն շաբաթներ առաջ է հայտնվում մամուլի արտահոսքերում։ Իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությունը բավականին էական հանգամանք է։ Գրիգորյանին, որը բավականին ակտիվ էր օրինակ ուկրաինական ուղղությամբ, իսկ դա նշանային հանգամանք է եւ որտեղ արդեն տևական ժամանակ էական մոդերատորը Լոնդոնն է, փոխարինվում է Ալեն Սիմոնյանով, որը օրինակ իր պաշտոնական վերջին շրջանում բավականին ջերմ հարաբերություն էր հաստատել Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահ Մատվիենկոյի հետ, եւ որի Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ բանակցային տրեկը կարծես թե այդքան էլ չստացվեց կամ այդքան էլ չգոհացրեց Արևմուտքին։ Արմեն Գրիգորյանը նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսպես ասած, հայ-ադրբեջանական գործընթացի առանձին տրեկի պայմանական համանախագահ էր կամ դիվանագիտական ներկայացուցիչ, բանագնաց։ Եվ ահա նա փոխարինվում է, ընդ որում ոչ թե տեղափոխվում է այլ պաշտոնի, այլ փաստորեն առժամանակ գոնե անցնում է կադրերի ռեզերվ, գնում է հանգստանալու։ Իսկ նորանշանակ քարտուղարի առաջին արտասահմանցի հյուրը լինում է Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը։ Սրանք շատ հատկանշական հանգամանքներ են, որոնք թերևս վկայում են, որ այդ փոփոխությամբ, կադրային այդ փոփոխությամբ Հայաստանում տեղի ունեցավ Լոնդոնի դիրքերի որոշակի թուլացում։ Իսկ առհասարակ Լոնդոնի առանցքային գործիքը այս ռեգիոնում եղել է, կա ու թերևս տևական ժամանակ կլինի Բաքուն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Եվ այստեղ է հարց առաջանում, արդյոք Հայաստանում արձանագրված նահանջը բրիտանացիները կարող են փորձել փոխհատուցել Ադրբեջանին առավել ագրեսիվ քաղաքականության մղելով, եւ այդ ռիսկն է փորձում չեզոքացնել Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը վերածելով, այսպես ասենք, Ադրբեջանի մոտեցումների հանդեպ ռևերանսի, կարծես թե ձգտելով Ադրբեջանին զրկել որևէ անգամ ուրվագծային լարվածություն խթանելու առիթից։ Սա պարզապես հարցադրում, որովհետև վերադառնալով Երևանում տեղի ունեցած փոփոխությանը պետք է նաև հարց տանք, իսկ ինչով էր պայմանավորված այդ փոփոխությունը։ Արդյոք դրանով Նիկոլ Փաշինյանը փորձում էր արձագանքել այլ ուղղությամբ տեղի ունեցող պրոցեսների, որոնք օրինակ կարող էին արտահայտված լինել նախօրեին Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ռեդկլիֆի Մոսկվա կատարած անակնկալ այցով։ Ռեդկլիֆը մի քանի ժամով այցելեց Մոսկվա, ինչպես Կրեմլը ազդարարեց հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով շփումների համար, բայց եթե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության պետը հնգամյա դադարից հետո հանկարծ այցելում է Մոսկվա, սա նշանակում է, որ այդ այցը ունի էական նշանակություն եւ իմաստ եւ քննարկման էական բովանդակություն։ Սա խոսում է թերևս այն մասին, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև, չնայած առերևույթ ամբողջ հարաբերականությանը, այսպես ասած անքորիջի ոգու բացակայության կամ չեղարկման մասին հայտարարություններին կամ կանխատեսումներին, այդուհանդերձ կա բավականին էական եւ կայուն քննարկումների process, ինչը ի դեպ գուցե արտահայտվեց նաեւ դեռ շաբաթներ առաջ։ Ռուսաստանի որոշմամբ ազատ արձակել ամերիկացի մի բանտարկյալի, որը Մոսկվայում էր, որը Ռուսաստանում էր եւ ինչի համար այդ միակողմանի որոշման համար Թրամփը շնորհակալություն էր հայտնել Պուտինին։ Իսկ Թրամփի համար չափազանց կարևոր է կոնգրեսի միջանկյալ ընտրությունից առաջ ունենալ որևէ դիվանագիտական հաջողություն, դա կլինի օրինակ ուկրաինական, թե կլինի իրանյան ուղղությամբ, եւ այստեղ հնարավոր չէ թերևս դրան հասնել առանց Մոսկվայի հետ որևէ պայմանավորվածության։
Եվ այս համատեքստում դիտարկելով նաև հենց իրանյան հանգամանքը պետք է նկատի ունենանք, որ Հայաստանը չի կարող դուրս մնալ ընդհանուր շղթայից, առնվազն այն պարզ պատճառով, որ իրանյան թեմայից չի կարող դուրս մնալ Կովկասը։ Եվ այս համատեքստում թերևս ուշագրավ է դառնում Հայաստանում անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությունը։ Գրիգորյանին, որը կրկնեմ, բավականին աչքի էր ընկնում Լոնդոնի մոդերատորությամբ ուղղություններով աշխատանքի ներգրավվածությամբ, փոխարինում է Ալեն Սիմոնյանը, որը կրկնեմ աչքի է ընկել հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահի հետ բավականին նկատելի մտերմությամբ։ Եվ դարձյալ հիշեցնեմ, նրա առաջին արտասահմանցի հյուրը դառնում է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ընդ որում այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը գրոհ է սկսում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Եվ այդ գրոհը թերևս պետք է տեղավորել այս ամբողջի համատեքստում։ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության դառնում է թիրախ մի ավելի մեծ պրոցեսի, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդպիսով ներքաղաքական այսպես ասենք վայրիվերումները խթանելով պատրաստվել քաղաքական աշնանը եւ աշնանային աշխարհաքաղաքական միջավայրի որոշակի փոփոխությանը։ Իդեպ այս տեսանկյունից նաև ավելորդ չէ նկատել կամ դիտարկել իսկ ով էր Հայաստանի նոր ձևավորված խորհրդարանի առաջին, այսպես ասած, արտասահմանցի հյուրը։ Բրիտանիայի դեսպանը, Հայաստանում Բրիտանիայի դեսպանը։ Սրանք հատկանշական հանգամանքներ են եւ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, թերևս պետք է դիտարկել հենց Հայաստանի շուրջ տեղի ունեցողի հետ կապակցվածությամբ, իսկ արչեվում Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովն է Կիրգիզիայում, որին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հանգամանքը դեռ պաշտոնապես արձանագրված չէ, նաեւ դեռ հայտնի չէ, թե այդ գագաթնաժողովին արդյոք վերստին սեղանին է հայտնվելու Հայաստանի եւ Ադրբեջանի անդամության հարցը, որը դրվել էր դեռ նախորդ տարի օգոստոսի վերջին։ Իդեպ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան այդ հայտնի համաձայնությունից հետո, ինչը շատերի մոտ էր առաջացրել տարօրինակության զգացում։ Օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների հետ Թրամփի ուղու վերաբերյալ այդ համաձայնությանը հասած Ադրբեջանն ու Հայաստանը հանկարծ ներկայացրին Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամության հայտ, որտեղ հիմնական դիրիժորը Չինաստանն է եւ առհասարակ որը մի միջավայր է, որն ավելի շատ մարտահրավեր կամ մրցակցային է նահանգների համար եւ ըստ այդմ բավականին հակասական է հենց Թրամփի ուղու դիտարկման տեսանկյունից։ Թեպետ իհարկե, երբ աշխարհը գտնվում է բոլորը բոլորի դեմ պատերազմի ռեժիմում, երբ բոլորը կարող են մի կողմից աշխատել միմյանց հետ, մյուս կողմից ընդཐུպ պատերազմել ուղղակիորեն կամ պրոքսի տարբերակներով, ամենևին զարմանալի չեն կարող լինել այսպիսի վայրիվերումները եւ հակադարձ որոշումները կամ քայլերը։ Բայց բոլոր պարագաներում մենք տեսնում ենք, որ միջավայրը դրսևորում է փոփոխության հեռանկար եւ այդ փոփոխությունների համատեքստում արժե դիտարկել այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում։ Սա կարևոր է նաև հասկանալու համար, թե այդ համատեքստում ինչպիսին պետք է լինի հայաստանյան ընդդիմության արձագանքը տեղի ունեցող պրոցեսներին։ Եվ այստեղ է էական, որ այդ արձագանքը կառուցվի ոչ թե էմոցիոնալ մղումների վրա, այլ սառը եւ պրագմատիկ հաշվարկների։ Ընդ որում ամենևին բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կենսունակությունն ապահովելու համար, որովհետև այստեղ խոսքը կարող է վերաբերել թերևս հենց իր քաղաքական կենսունակությանը եւ իշխանության դիրքերի պահպանմանը։ Այդ մղումներով է նա պատրաստվում քաղաքական աշնանը, արտաքին աշնանը։ Ապա Նիկոլ Փաշինյանը կարող է իր այս քայլերով ընդդիմությանը հրահրել այնպիսի գործողությունների, խթանել, մղել այնպիսի գործողությունների, որոնք առավելագույն հարմարավետություն կապահովեն հենց իր համար։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ ընդդիմությունն առաջնորդվի առավելապես էմոցիոնալ, զգայական մղումներով եւ հաշվարկներով։ Վերադառնալով ընդհանուր իրավիճակին, կրկնեմ, շատ կարևոր է դիտարկել, թե ինչ պրոցեսներ են ծավալվում Հայաստանի շուրջ, որովհետև դրանք են ի վերջո որոշակի արտացոլումներով պրոյեկտվելու առաջին հերթին հայ-ադրբեջանական գործընթացի վրա եւ հետո իհարկե նաեւ
Հայաստանի ներքաղաքական պատկերի։ Եվ այստեղ է, որ ընդդիմության պարտավորությունն է առաջնորդվելով սառը հաշվարկներով նպաստել, որպիսի ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսունակության ապահովվի Հայաստանի քաղաքական կենսունակությունը այն հնարավոր բարդ միջավայրում, որ կարող է ձևավորվել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։